Աբու Դաբիում կայացել է Ադրբեջանի եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Գիդեոն Սաարը տեղեկացրել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր։ Նրա խոսքով Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերություններն ընդլայնվում են եւ ընդգրկում ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներ։ Սաարը վստահեցրել է, կշարունակեն ամրապնդել գործակցությունը։ Բայրամովն էլ նշել է, որ ի թիվս այլնի անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մեկնաբանել է Իրան-ԱՄՆ լարվածությունը, նշել, հնարավոր հակամարտությունը կհանգեցնի ողբերգական հետևանքների տարածաշրջանի համար։ Մոսկվան չի ցանկանում, որ նման բան տեղի ունենա, շեշտել է Պաշտոնյան, հավելել, պատրաստ են անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններին։ Միևնույն ժամանակ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Իրանի միջև կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը չի նախատեսում ռազմական դաշինքի ստեղծում կամ ռազմական օգնության տրամադրում։ Ուկրաինայի նախագահն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինացի զինվորականներ կան։ Վոլոդիմիր Զելենսկին շեշտել է, սահմանամերձ շրջաններում ակտիվ գործողությունները պատասխանն են ռուսական հարձակումներին։ Դա միանգամայն արդարացի է, պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է, ասել է նա։ Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում ուկրաինական գործողությունների հիմնական նպատակը Սումիի եւ Խարկովի պաշտպանությունն է, որոնք պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի զինված ուժերը։ Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերին հետ մղելու եւ նոր տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Գերատեսչությունը նաեւ մեղադրել է Ուկրաինային ռուսական էներգետիկ ենթակառուցվածքը թիրախավորելու համար։ Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով, հայտնել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հավատացրել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը զգալի ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Բայդենի վարչակազմի օրոք երկկողմ շփումներին սարսափելի վնաս է հասցվել, փոխադարձ վստահությունը դեռ պետք է վերականգնվի, հավելել է Պաշտոնյան։ Նշվում է, որ պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է ապրիլի 10-ին Ստամբուլում։ Ավելի վաղ Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի ներկայացուցիչները կարող են կրկին հանդիպել այս շաբաթ։ Նա հավելել է, որ Վաշինգտոնում արդյունավետ բանակցություններ է վարել Թրամփի ներկայացուցիչների հետ։ Դմիտրիևի խոսքով էներգետիկայի եւ այլ ոլորտների ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Ռուսաստանում իրենց գործունեությունը վերսկսելու հարցում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կհասցվի $1 տրիլիոն։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով սա ռեկորդային ցուցանիշ է եւ առաջինը պատմության մեջ։ Պետք է ուժեղ լինենք, շուրջ բոլորը շատ վատ ուժեր կան, մտահոգություն է հայտնել Թրամփը։ Նա սակայն չի հստակեցրել, արդյոք այդ գումարը նախատեսված է միայն Պենտագոնի համար, թե ընդգրկում է ազգային պաշտպանության ամբողջ բյուջեն։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն իր հերթին նշել է, որ Թրամփը շատ արագ վերակառուցում է ամերիկյան բանակը։ Պոլիտիկոն անակնկալ է որակել Թրամփի եւ Հեքսեթի հայտարարությունները հաշվի առնելով, որ դաշնային բյուջեն հրապարակվելու է մայիսին։ Դիանա Գասպարյան, լուրեր։